Գազի բալոնի պայթյունից մոխրացել է արցախցի Ժաննայի բնակարանը։ 3 տարի է Վարդաշենի 6-րդ փողոցի 4-րդ կարգի վթարային շենքում է ապրում։ Գազը վառել եմ, որ իվրեմ բան եմ դրել ժառոնիկ, մի անգամից բռնկվեց ու տրաքեց, պայթեց, չկարողացանք փրկենք։ Ալավը տվեց, սաղ շկաֆը բռնեց, չկարողացա այդ գազը հանենք դուրս բերեք։ Արցունքները հազիվ զսպելով է պատմում, Արցախից բռնի տեղահանվելուց հետո ինչ փորձանքի ասես չի հանդիպել։ Եկաստե վրա ոտքս կոտրեց, ես տուն հայրվեց, էսի մի օր չեմ տեսել։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ բնակիչները մտածել են, ուր որ է շենքը փուլ կգա։ Մինչև փրկարարների հասնելը երեխաներին են դուրս բերել տներից, որ ծխախեղտ չլինեն։ Ամբողջ 4-րդ հարկից ծուխը սենց դուրս էր գալի, պաժարնիները կանգնած ներքևը, այն կողմը պաժարնի, սկորիները կանգնած, մենք գտնվում ենք ծանր պայմաններում, ամբողջ բալկոնները բլվում է, նայեք 5-րդ հարկի բալկոնը, չկա, հետո այս 4-րդ հարկը այս պաժարն ընկավ, մի գմփոց, մի ծուխ, մի ահավոր վիճակ էր այս շենքը։ Թաց շորով բանով երեխուն բերանին դրա անգամ ինքը իր բերանը չփակելով մենակ ասում էր 5-րդ հարկից երեխեքին իջացնեն 3-րդ հարկի հարևանը այս պահի դրությամբ ամբողջ գիշեր շատ վատ ա եղել։ Տարիներով միայն դատարկ խոստումներ ենք լսում, ասում են համբերությունը հատած վարդաշենցիները։ Ժամանակն է խոստումները կատարել։ Պարոն Նիկոլ, մի քիչ էլ մտածի մեր մասին, միայն աթոռը զբաղացնել չի, դղյակներ առնելով չի, մարդկանց կալանավայրեր ուղարկելով չի, մենք կալանավորից բետար ենք ապրում։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հայլուրին հայտնեց, որ գույքագրել են վնասները, պետք է ներկայացնեն քաղաքապետին փոխհատուցման համար։ Հակոբ Բալայանը հույս ունի, որ երկար չի ձգձգվի վթարային շենքերից մարդկանց տեղափոխելու հարցը։ Վերջապես պարոն Ավնյանի որոշմամբ այդ տունը լինելու է կառավարությունը։ Այդ գումարը հատկացնելու է եւ հույս ունեմ, որ այս տարի այդ բնակիչները տուն են ստանա։ Այսինքն կամ գումարի տեսքով դա արդեն ընթացիկ բաներով է լինելու, բայց միանշանակ արդեն գույքագրված աշխատանքները տարում է, շուտով մտնում է կառավարությունը այդ որոշումը։ Իսկ մինչ այդ վարդաշենցիները ստիպված են ապրել ճոճվող շենքերում, վտանգելով թե իրենց, թե երեխաների կյանքը։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան և Էլեն Յահինյան, Հայլուր։